Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք մաթեմատիկայի դասապատրաստման աշխատանքները։ Այսօր մենք կսովորենք երկնիշ թվին միանիշ թվի գումարումը և հանումը։ Գիտելիքների սրահում կբացատրենք ինչպես պետք է կատարել գործողությունները։ Գործնական եղանակով տեսնում ենք, որ պատկերված է 3 տասնյակ 5 միավոր, այսինքն 35 կապույտ ուլունք և ավելացրել են 3 կարմիր ուլունք։ Տեսեք, երբ 3 կարմիր ուլունկը ավելացնում ենք, տասնավորներին ձեռք չենք տալիս, մնում են նույնությամբ ինչպես որ կան, 3 տասնյակը պահպանվում է։ 5 միավորին ավելացնում ենք 3 միավոր, դառնում է 8 միավոր, այսինքն 3 տասնյակ 8 միավոր։ Հաջորդ օրինակում 3 տասնյակ 5 միավորին, այսինքն 35-ին պիտի գումարենք էլի 5 միավոր։ Տասնավորները թողնում ենք նույնությամբ, 3 տասնյակը 5 միավորին ավելացնում ենք ևս 5 միավոր, ստացվում է նոր տասնյակ, այսինքն 3 տասնյակին ավելացավ ևս 1 տասնյակ և դարձավ 4 տասնյակ, որը կազմում է 40 թիվը։ Նմանատիպ եղանակով կատարում ենք հանումը, տեսեք, 3 տասնյակ 5 միավոր ուլունքներ են, 3 ուլունկը ջնջել են, գծել են վրան, հանել են դուրս, այս 3-ը դուրս է գալիս։ Տասնավորներին ձեռք չենք տվել, ոչինչ չենք արել, տասնավորները մնում են նույնությամբ, այսինքն 3 տասնյակը կա, պարզապես 5 միավորից հանում ենք 3 միավորը, մնում է 2 միավոր, 3 տասնյակ 2 միավոր, որը կազմում է 32 թիվը։ 3 տասնյակ 5 միավորից 5 միավորը հանում ենք, տասնավորներին ոչինչ չենք անում, թողնում ենք նույնությամբ, 5 միավորները բոլորը հեռացնում ենք, մնում է միայն 3 տասնյակ 0 միավոր, այսինքն 30։ 3 տասնյակից պիտի հանենք 6 միավորը, դրա համար 2 տասնյակը թողնում ենք նույնությամբ, քանի որ առանձին միավորներ չունի 3 տասնյակը, միավորների կարգում 0 է, ոչ մի առանձին միավոր չունի։ 1 տասնավորը վերցնում ենք, դարձնում ենք 10 միավոր և 10 միավորից 6 միավորը հեռացնում ենք, մնում է 4 միավոր, 2 տասնյակ 4 միավոր, որը կազմում է 24 թիվը։ Իսկ գրավոր առաջադրանքները մենք հիմա կկատարենք տետրում։ Առաջադրանք 309, սկզբի համար կարող ենք ուլունքների նկարներից օգտվել, որպեսզի հետո ավելի կայուն գիտելիքներ ունենանք։ 2 տասնյակ 5 միավորին, կապույտ ուլունքները 2 տասնյակ 5 միավոր են, ավելացրած 3 միավոր, տասնավորները մնում են նույնությամբ, 5 միավորին գումարած 3 միավոր հավասար է 8 միավոր, 2 տասնյակ 8 միավոր, 2 տասնյակ 6 միավորին ավելացրած 4 միավոր, տեսեք 6-ն ու 4-ը միասին կազմեցին 1 տասնյակ, 2 տասնյակ էլ ունեինք, ստացվեց 3 տասնյակ, 3 ամբողջական տասնյակ։ Հաջորդը 3 տասնյակ 4 միավորին պետք է գումարենք 5 միավոր, տասնավորները մնում են նույնությամբ, 4-ին գումարում ենք 5, ստացվում է 9, այսինքն 3 տասնյակ 9 միավոր։ Հիմա հանման գործողություններին անդրադառնանք։ 3 տասնյակ 7 միավորից պիտի հանենք 3 միավորը, տասնավորները մնում են նույնությամբ, 7-ից հանում ենք 3, ստացվում է 4, 3 տասնյակ 4 միավոր։ 3 կլոր տասնյակն է, երեխաներ, այսինքն 30 թիվն է, որից պիտի հանենք 5 միավոր։ Նախորդ գրքի առաջադրանքում ես բացատրեցի, որ տասնավորներից մեկը վերցնում ենք, դարձնում ենք միավոր, իսկ մյուս 2 տասնյակի ձեռք չենք տալիս։ 10 միավորից հանում ենք 5 միավոր, մնում է 2 տասնյակ և 5 միավոր։ 3 տասնյակ 4 միավորին 4 միավորը հեռացնում ենք, մնում է միայն 3 տասնյակը, 34-ից հանած 4 հավասար է 30-ի։ Այժմ կատարում ենք 310 և 311 համարի առաջադրանքները։ Երկու օրինակը ես կբացատրեմ, մնացածը երեխաները կկատարեն ինքնուրույն։ 36-ին գումարած 3, տեսնում ենք, որ 3 տասնյակը պիտի թողնենք նույնությամբ, 6 միավորին գումարենք 3 միավոր, կստանանք 9 միավոր, 3 տասնյակ էլ ունենք 39։ 36-ին պիտի գումարենք 4, 6 միավորին գումարում ենք 4 միավորը, ստացվում է 1 տասնյակ, 3 տասնյակ էլ ունենք, դառնում է 40։
Նույն ձևով կատարում ենք հանումը։ 3 տասնյակ 8 միավորից հանում ենք 4 միավորը, տասնավորին ձեռք չենք տալիս, փակում ենք, 8 միավորից հանած 4 միավոր հավասար է 4-ի, 3 տասնյակն էլ ունենք 34։ 3 տասնյակ 8 միավորից հանում ենք 8 միավորը, միավորից հանում ենք միավոր, 8-ից հանած 8 0, միավորների կարգում ունեցանք 0, 3 տասնյակ էլ ունենք, ստացվեց 30։ Այժմ կատարում ենք 312 համարի առաջադրանքը։ Երեխաներին կարելի է նախքան այս առաջադրանքը կատարելը սովորեցնել հնգյակներով հաշվել աճման և նվազման կարգով։ Սկսում ենք 5-ից, 5, 10, 15, 20, 25, 30, մինչև 50-ը հաշվում ենք, հետո կատարում ենք նվազման կարգով հետ հաշվարկ 50, 45, 40, 35, 30, 25, 20, 15, 10 և 5։ Երբ երեխաները վարժվեն այս առաջադրանքները կատարելիս, արդեն աղյուսակը սովորել նույնպես հեշտ կլինի, բազմապատկման և բաժանման աղյուսակները։ 10-ից հանած 5 հավասար է 5-ի, 20-ից հանած 5 հավասար է 15-ի, տեսեք 20-ից 1 տասնյակը առանձնացնում ենք, հանում ենք 5 միավորը, մնում է 1 տասնյակ 5 միավոր, 30-ից 3 տասնյակից 1 տասնյակը դարձնում ենք միավոր, մնում է 2 տասնյակ, այդ մի առանձնացված տասնյակից էլ հանում ենք 5 միավորը, կդառնա 2 տասնյակ 5 միավոր։ 20-ից հանած 4, նորից տասնավորը առանձնացնում ենք, 1 տասնյակ, 10-ից էլ հանած 4, 6 միավոր, 30-ից հանած 3, 3 տասնյակից 1 տասնյակն առանձնացնում ենք, մնում է 2 տասնյակ, այդ մի առանձնացված տասնյակը դարձնում ենք միավոր, 10 միավորից էլ հանած 3 միավոր հավասար է 7 միավոր, 2 տասնյակ 7 միավոր։ Առաջադրանք 313-ը հաշվիր, մտածիր հարմար եղանակով։ Երեխաների հետ մենք սովորել ենք, որ հարմար եղանակը այն է, երբ շատ ավելի արագ ու հեշտ ենք կատարում գործողությունները, իսկ երբ ենք արագ ու հեշտ կատարում, մենք կատարում ենք գործողությունները հեշտությամբ, հետո ստանում ենք կլոր տասնյակներ կամ հետագայում նաև կսովորենք կլոր հարյուրյակներ, հազարյակներ։ Գտնում ենք այն երկու գումարելիները, որոնց գումարից մենք միավորների թվում ստանում ենք 10-ը, 2-ը և 8-ը, 10-ի կազմությունը պիտի հիշեն երեխաները, 8-ին գումարած 2 հավասար է 10-ի, 80 էլ ունենք 90, 90-ին գումարած 4, 94, 7 գումարած 4 գումարած 63, այս 3 գումարելիներից հարմար գումարելիներն են, որպեսզի իրար հետ գումարենք և կլոր թիվ ստանանք, 63-ը և 7-ը, 63-ին գումարած 7 հավասար է 70-ի, 70-ին էլ գումարած 4 հավասար է 74-ի, 55, 5 և 2, այս 3 գումարելիներից հարմարը 55-ը և 5-ն են, 55-ին գումարած 5 հավասար է 60, 60-ին էլ գումարած 2, 62, նույն ձևով երեխաները կատարում են հաջորդ համարները։ 314-ը հանման գործողություններ պիտի կատարենք, 36-ից հանած 6 հանած 4, այստեղ երեխաները կողմնորոշում են, որ 3 տասնյակ 6 միավորից եթե 6 միավորը հանենք, կմնա 3 տասնյակ, 3 տասնյակից 4 հանելն էլ մենք արդեն սովորեցինք, առանձնացնում ենք 1 տասնյակը դարձնում ենք միավոր, 10 միավորից հանում ենք 4 միավորը կլինի 6, 2 տասնյակ էլ ունենք 26, նույն ձևով կատարում են հաջորդ համարները։ 315-ը հաշվիր, այստեղ երեխաներին սովորեցնում ենք և հիշել ենք տալիս գումարման տեղափոխական օրենքը, սովորեցնում ենք, որ երկնիշ և միանիշ թվերը գումարելիս միշտ ավելի հեշտ է երկնիշ թվին գումարել միանիշ թիվ, մեծ թվին փոքր թիվ գումարելը ավելի հեշտ է, տեսեք ասում է հեշտ կլինի, եթե գումարելիների տեղերը փոխես, 3 գումարած 63-ը հավասար է 63 գումարած 3-ի, հավասար է 66-ի, 8 գումարած 20-ը հավասար է 20 գումարած 8-ի, հավասար է 28-ի, նույն ձևով կատարում են հաջորդ համարները։ Հետևելով դասագրքում Անիի բերած օրինակին, կարմիր կետերին համապատասխանող թվին գումարիր 5 և կազմիր հավասարություն։ Գտնում ենք կարմիր թիվը, տեսնում ենք, որ կարմիր թիվը պիտի հաշվենք երեխաներ, 80-ից հետո 1, 2, 3, 4, 5, ուրեմն կարմիր թիվը 85-ն է, 85-ին պետք է գումարենք 5, տեսեք,
85-ին գումարած 5 եւ կստանանք 1, 2, 3, 4, 5։ Եթե 5 նիշ դեպի աջ տեղափոխվենք, կստանանք 90։ 85 գումարած 5 հավասար է 90։ 318-ն էլ հակառակը պիտի անենք, կապույտ կետին համապատասխանող թվից հանենք 4 եւ կազմենք հավասարություն։ Կապույտ թվին համապատասխանող թիվը հաշվենք 80, 81, 82, 83, 84-ն է։ 84-ից էլ պետք է հանենք 4, հանելիս գնում ենք դեպի ձախ, թիվը փոքրացնում ենք։ 84-ից հանած 4 հավասար է 80-ի։ Նույն օրինակները կարելի է կազմել հետևյալ թվանշաններով եւ հետևյալ գունավոր կետիկներով։ Տեսեք, 43-ին գումարած 5։ 43-ին 5 գումարելիս ստանում ենք 48 թիվը, համապատասխանում է 48 թիվը կապույտ կետիկին։ 51-ին գումարած 5 հավասար է 56, կարմիր կետիկը 51-ին գումարած 5 հավասար է 56-ի, նշված է։ 60-ին գումարած 5, 60-ը կարմիր կետիկն է, եւս 5-ը ավելացնում ենք, ստանում ենք 65։ Նույն ձևով կատարում են հաջորդ օրինակները։ Մի օրինակ էլ կկատարենք հանման գործողությամբ։ Նայում ենք, կապույտ կետիկին համապատասխանում է 47 թիվը, 47-ից պետք է հանենք 4։ 4 նիշ տեղափոխում ենք դեպի ձախ, 1, 2, 3, 4 եւ կստանանք 43, այսինքն կարմիր կետիկին համապատասխանում է 43 թիվը։ Եթե նկատեցիք, երեխաներ, հակառակ գործողությունները կատարեցինք, գումարելիս թվային սանդղակով տեղափոխվում ենք դեպի աջ, հանելիս տեղափոխվում ենք դեպի ձախ։ Առաջադրանք 319, հետևելով դասակարգում բերված օրինակից, տրված թվերը փոքրացնել այնքանով, որ ստանաս նախորդ կլոր տասնյակը։ 78-ի նախորդ կլոր տասնյակը ո՞րն է, երեխաներ։ 70-ը։ Ուրեմն 7 տասնյակ 8 միավորից պիտի ստանանք 7 տասնյակ։ Դրա համար ազատվում ենք միավորից։ 78-ից հանած 8 հավասար է 70։ 25-ից հանած 5 հավասար է 20։ 89-ից հանած 9 հավասար է 80։ Հաջորդ օրինակները կարող են երեխաները ինքնուրույն կազմել։ 320-ը ըստ գծագրի տվյալների հաշվիր քառանկյան կողմերի երկարությունների գումարը։ Քանի եղանակով կարող ես հաշվել։ Երեխաներին սովորեցնում ենք, որ կողմերի երկարությունների գումարը պատկերի պարագիծն է, կարելի է ներմուծել պարագիծ բառը։ Պարագիծ նշանակում է բոլոր կողմերի երկարությունները գումարենք իրար։ Քառանկյուն նշանակում է 4 կողմ, 4 անկյուն, 4 կակատ ունեցող պատկեր։ Հիմա տարբեր եղանակներով կարելի է հաշվել 6 գումարած 4 գումարած 4 գումարած 6, 6 գումարած 4 գումարած 6 գումարած 4, 4 գումարած 4 գումարած 6 գումարած 6, գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, տարբեր եղանակներով կարելի է հաշվել։ Եվ 321-ն ենք կատարում, հետևելով դասագրքում այգի բերած օրինակներին, տասնյակներից մեկը դարձրեք միավոր։ Սա ավելի կհեշտացնի կլոր տասնյակից միավոր հանելու առաջադրանքը եւ հետագայում նաեւ կլոր տասնյակից երկնիշ ոչ կլոր տասնյակ հանելը։ Նայում ենք 30-ից հանած 1 տասնյակը առանձնացնում ենք 2 տասնյակ, 10 միավոր։ Տեսեք, այս մի տասնյակը միավոր ենք դարձրել։ 32-ից հանած 2 տասնյակը թողնում ենք նույնությամբ, 1 տասնյակ 2 միավոր։ Այսինքն 32-ը հավասար է 2 տասնյակին գումարած 12 միավոր։ 45-ը հավասար է 3 տասնյակին գումարած 15 միավոր։ Եվ 50-ը հավասար է 4 տասնյակին գումարած 10 միավոր։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։